Դուք քաղաքացիական պայմանագիր եք սա։ Անպայման Ինչի համար։ վստահում եմ, հարգում եմ, սիրում եմ ամեն ինչի համար, ամեն իր արածի համար, նաև չարածի համար։ Մեծատառով ղեկավար ունենք ու ամենակարևորը, ամենագլխավորը, որ խաղաղություն բերես մեր երկրին, Հայաստան աշխարհին։ Այդ իմ համար ամենակարևորն է, որովհետև վաղը մյուսօր թոռներ ունեն, որ իրանք կապրեն խաղաղ երկրում, ինձանից հետո մտածում եմ, որ իրանք հաստատ լավ վիճակում կլինեն, այդ ինձ հերիք է, մնացած արդեն նյութական բաները, թոշակա, առողջապահությունը, ամեն ինչն էլ ժամանակի հետ։ Մանավանդ քարոզարշավի օրերին շատ է հանդիմությունը շարքում, որ եթե մենք գանք ավելի լավ խաղաղություն կբերենք, երաշխավորված խաղաղություն կբերենք, ինչ է կապը։ Լավ, 30 տարի ուր էին, որ չէին բերում, հիմա նոր պիտի գան բերեն, ուր էին 30 տարի, բա թող բերեին։ Ինչ ենք իրանց տարիներում ինչ ենք մենք տեսել, սով, կռիվ, մահ, զոհ, չգիտեմ, տարբեր վատ բաներ, ինչ ենք տեսել։ Սամվել Կարապետյանը նոր ուժ է։ Գիտեք ինչ, անգետ մարդը չի հասկանա, որ այդտեղ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, այդ բոլորը միահամուռ մի հատ գլուխ է, որը որ Ռոբերտ Քոչարյանն է, այդտեղ մենակ ինքն է։ Կողքի մարդիկ ուղղակի ձայն վերցնող են։ Չգիտեմ, դեպի լավն են գնում, եթե չէ, հաստատ 100%-ով վստահ եմ, որ անցնելու է իմ վարչապետը, քաղաքացիական պայմանագիրը, իր կազմով եւ հույսով եմ, որ ընդդիմությունը նաեւ կփոխվի։ Նաեւ ընդդիմությունը կփոխվի ու որովհետեւ անհրաժեշտություն կա դրա։ Մեր ընդդիմությունը շատ վատն է, չգիտեմ։ Իրա տեղում չի։ Մեզ պետք է շատ լավ ընդդիմություն, ինչու ոչ, որ քննադատի, ինչու ոչ, որ հարցեր բարձրացնի, ամեն ինչ, ինչը որ ընդդիմությանն է տրված։ Դուք նաև այն տարիքում եք, որ երևի թե կհիշեք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները։ Իհարկե։ Ոչ մի լավ բան չեմ կարող ասել, անլույս, մութ օրեր ենք ապրել, սով, ինչ լավ բան կար։ Ասում եք գամ փոխեն, ինչ փոխեն, եթե փոխելու էին ժամանակին փոխեին, ուր էին, ինչ էին անում, հիմա նոր պիտի գամ փոխեն, լավ շա են կախում մարդկանց ականջին։ Ես 2 օր առաջ եղել եմ Գավառում, իմ կյանքի մեջ առաջի անգամ այսքան տարի ապրել եմ, ես չեմ տեսել դաժե փողոցները անկյուններով ասֆալտապատում է մարդը ջրահեռացումով, ամեն ինչով ու որակը տեղը։ Ես չեմ տեսել նման բան, նոր նման բաներ եմ տեսնում։ Իսկ բժշկական ապահովության ծրագրից տեղյակ։ Ես չեմ մասնակցում, հələ դեռ ունեմ ժամանակ, բայց տեղյակ եմ ու շատ ուրախ եմ։ Այդ չնչին բաներն է, հələ գնալով ավելի ենք աճելու ենք դեպի լավը։